Բրյունետի նոր կատարումը լավ իմաստով աժիոտաժ է առաջացրել հանրության շրջանում։ Համացանցի բազմաթիվ օգտատերեր շարունակում են կիսվել երգի ամենատարբեր հատվածներով, ինչպես նաև դրական մեկնաբանություններով հանդես գալ։ Այդ օգտատերերի թվում է նաև դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակել էր հոլովակ, ցույց տալով, որ ինքն էլ մեքենայի մեջ լսում է այդ կատարումը։ Մասնավորապես Իննան հրապարակել էր երգի այն հատվածը, որտեղ ասվում է «Ցավից ավելի ցավոտ բան տվիր»։ Star-News-ը այսօր անդրադարձ է կատարել դերասանուհի Իննա Խոջամիրյանի անձնական կյանքին, նրա նախկին ու ներկա հարաբերություններին։ Դերասանուհուն վերջին 4 տարիներին կարողացել են 3 տարբեր սիրավեպեր վերագրել, որոնց մասին կպատմենք հաջորդիվ։ Դեռ 2017 թվականից համացանցում շրջանառվում էր Իննա Խոջամիրյան Հայկ Պետրոսյան զույգի միությունը, տևական ժամանակ քննարկվում էր նրանց սիրավեպը, սակայն դերասանները նախընտրում էին ոչինչ չմեկնաբանել։ 2019 թվականի հունվարի 19-ին Իննա Խոջամիրյանը պաշտոնապես նշանադրվեց Հայկ Պետրոսյանի հետ, մինչև այդ հունվարի 8-ին Հայկը Թայլանդում ռոմանտիկ առաջարկություն էր արել Իննային։ Դերասանուհին լուսանկար էր հրապարակել իր էջում և գրել էր «Ես ասացի այո»։ Մինչև այդ զույգը չէր խոսում անձնական հարաբերությունների մասին, սակայն նշանադրությունից հետո թե Հայկը, թե Իննան հրապարակեցին համատեղ լուսանկարներ։ Կարճ ժամանակ անց զույգը հեռացրեց բոլոր հրապարակումները և պարզ դարձավ, որ նրանք այլևս միասին չեն։ Այժմ Հայկը ամուսնացած է և ունի 1 դուստր։ Հայկից բաժանվելուց որոշ ժամանակ անց լուրեր էին պտտվում Իննա Վահե Զիրոյան զույգի միջև եղած հնարավոր սիրավեպի մասին։ Այս անգամ ևս ոչինչ չէր հաստատվում, սակայն ժամանակ առ ժամանակ զույգին տեսնում էին միմյանց ուղեկցությամբ, գրկախառնություններով, ինչպես նաև իրար հետ ճամփորդելիս։ Նշենք նաև, որ նրանք համատեղ աշխատում էին միևնույն նախագծում և երբեմն համբույրի տեսարաններով էին հանդես գալիս։ Որոշ ժամանակ անց ևս այս միությունն ավարտվեց բաժանումով։ Օրեր առաջ էլ Զիրոյանը իր սիրելիի հետ ներկայացավ ֆիլմերից մեկի պրեմիերային և այդպիսով պարզ դարձավ, որ նրա սիրտը ևս զբաղված է։ Դե իսկ այժմ բոլորին հայտնի է Իննայի և երգիչ ու դերասան Գոշ Հակոբյանի սիրավեպը։ Ի տարբերություն նախկինների, զույգը համատեղ սիրառատ հրապարակումներ է անում և միայն կարճ ժամանակով փորձեց թաքցնել միությունը։ Նրանք միասին ճամփորդում են, նախագծերով են հանդես գալիս, ներկայանում են միջոցառումներին որպես զույգ։ Օրերս էլ համացանցում հայտնվում էին մեկը մյուսին հաջորդող սիրառատ ու ջերմ տեսանյութեր, որոնք հենց դերասաններն էին հրապարակում։ Վերջերս Իննան ու Գոշը հյուրընկալվել էին նաև հաղորդաշարերից մեկին, որի ընթացքում միմյանց անկեղծ ու ջերմ խոստովանություններ էին արել, ինչպես նաև հենց եթերում համբուրվել էին։ Իսկ մենք հուսով ենք, որ այս անգամ Իննայի կյանքում ամեն բան հարթ կընթանա։ Դերասանուհին խոստովանել էր, որ ինքը ժամանակին ուխտել է, երբ էլ լինի ինքը պսակադրվելու է Ղազանչեցոցում։ Մայիսի 5-ին, երբ կյանքումս առաջին անգամ մտա Ղազանչեցոց, պատարագ էր, որը ջնջեց իմ գլխից իմ տեսած նախորդ բոլոր պատարագները բառի բուն իմաստով։ Կլանվել էի, փշաքաղվել էի, տարվել էի։ Ամենաիսկական երկխոսության մեջ եմ եղել Աստծո տիեզերքի ինքս իմ հետ։ Ու այդ օրվա հեքիաթի մեջ ես շատ ինքնաբուխ, բայց հստակ ուխտել եմ։ Ղազանչեցոցում պսակադրվել, երբ էլ դա լինի։ Դա երևի իմ ամենաանկեղծ երդումն ու հաստատումն էր նրա, ինչ ես զգացել ու տեսել էի ներսում։ Երբ Ղազանչեցոցը հանձնվեցի նաև ես, ու իմ մեջ մեռավ այն ամենը, ինչ այդ օրը զգացել, տեսել ու ինչին հավատացել էի։ Տարիների հետ միտքը մաքրող մի փոքր հույս եկավ ու ես սկսեցի հուսալ, որ մի օր նորից կակաչների խելագարության չափ սիրուն դաշտերի միջով Ստեփանակերտից կբարձրանամ Ղազանչեցոց ու նորից կսկսեմ հավատալ։ Երբ 9 օր հերքելուց ու իրականությունից փախչելուց հետո այսօր մեռավ հույսը, մեռա և ես։ Եղավ այն, ինչ եղավ, ու գրողի ծոցը իրար միս կրծող, իրար մեջ երևանցի, արցախցի ու գյումրեցի բաժանող, իրար ատող ու չար բոլոր էգոիստները։ Ես էլ եմ էգոիստ, սա էլ իմ երազանքն էր, որ էլ չկա։ Միտքս բարձրաձայն մաքրում եմ, որ շուտ վերականգնվեմ։ Ես էլ ինչով կարող եմ օգնեմ իմ հայրենակիցներին։ Փակվելու ու տանջվելու տեղ չկա։ Please.
Անձնակազմն արդեն մտավներ, ես 9-ան պարզվեց թռչքից առաջ, ելքի վիզա գրեթե չունի, այսինքն մոտենում է Ժատկետին։ Իսկ անձնագրատանը մեծ հերթ էր, դանդաղ եմ խոսում, որովհետև չընկնել երևի երկար չեմ հասցրել, իսկ անձնագրատանը աշխատանքային ջերմ մթնոլորտ է։ Այո, չենք եկել եկելից հանգստանալու, աշխատում ենք շատ ինտենսիվ, շատ լավ պրոյեկտի վրա, անակնկալներ են ձեզ սպասում։ Հայաստանյան եղանակա Ելենի օդուղակի։ Պահել ես, լավ է, չեղ, պարած դուզ գան։ Ինեք խորած բաչի տեղ պարկես։ Just married. Ջակիր մեզ ոնց է։ Κυρίες και κύριοι, σας παρακαλούμε να παραμείνετε στις θέσεις σας με την ζώνη.